Օրինակի համար պետք մեզ կոպի անել, ենթադրենք էլի, ասենք նկարը և տեքստը կոպի ենք անում ու փակցնում էջի վրա, չնջենք ես հինը, փակցնում ենք Ctrl-V սեղմակով, փոքրացնում ենք նկարը, հիմա տեքստը, ձև կոպի, եկեք ստեղ օգտագործենք text box, ինչա text box-ը, երբ որ մենք ունենք շարունակական տեքստ, մենք կարանք օգտագործենք text box, իհարկե իրան կարելի է նաև ուղղակի ազատ տեղ paste անել, բայց ինքը չունենա, տեքստը չունենա սահմաններ ու enter-ը կոնկրետ դեպքում կգործի ինենց, ոնց որ ասենք եղել է կոնկրետ տեքստում, ենթադրենք եթե դուք հավաքել եք Word-ում կամ ինչ-որ ուրիշ տեղից եք կոպի արել, ոնց enter-ը ընդեղ կա, նենց է գալու ու շատ երկար է լինելու, դրա համար ավելի լավ է text box օգտագործենք, այս դեպքում ինչ կլինի մեր համար ավելի լավ, են որ չափը text box-ի մենք կարանք ունենանք տարբեր չափերի text box ու բացի դրանից շատ ավելի մեծ առավելություններ կունենա այս սովորական տեքստի հանդեպ։ Իհարկե չափի մասին չեմ բանանում, նշում, ասենք եթե մեզ պետք է փոքր չափի կարանք նշենք, ու պահենք ես տեքստը ու համեմատականներ կանցկացնենք, ստեղ վերնագիրել ոնց որ կար, այն ձև կոպիա, մոտարապես սենց մի հատ վերնագիր ստեղծենք, քանի որ ինքը վերնագիրը բորդ անենք, տեքստի գրման տարբեր եղանակներ կան, որոնցից են այստեղ դուք կարաք տեսնեք եղանակները արջից, հավասարություն, կենտրոնից հավասարություն, ձախից հավասարություն, աշխել հավասարաբար, սրանք օգտագործում են հիմնականում ավելի շատ այս բաշխել հավասարաբար, ավելի շատ կօգտագործվի text box-ի մեջ, որովհետև ինքը ունի որոշակի սահմաններ, իհարկե այնտեղ որտեղ որ տեքստը վերջանում է ու դրանից հետո տեքստ չի շարունակվում, այնտեղ մինչև վերջ չի գնա ու բացի դրանից վերնագիրն էլ էլի ինձև կարելի է կենտրոնով ավելի շուտ անել, քան թե հավասարաչափ աշխել, քանի որ ստեղ մի քիչ ճիշտ չի այս վիճակը, եկեք կենտրոնով իրան դիզայնը տանք ու ասենք թե եսի մեր թուղթն է, որի վրա պետք է դիզայն անենք, չեն մեծացնենք, քանի որ տեքստը այդքան շատ չի, իհարկե գույն կարանք տանք, կապ չունի, տեքստն էլ երևակայի մի քիչ մեծ անենք, տեսեք,
ստեղ text box-ը կարմրեց։ Այս դեպքը նշանակում է, որ ձեր տեքստը չի տեղավորվում ձեր box-ի մեջ։ Այսինքն իրան ցանկալի է մեծացնել։ Մեծացնենք այնքան, որ այդ կարմիրը վերանա։ Դրա համար պետք է ուշադիր լինել, որ ինքը սահմանները սենց կարմիր չլինի, այլ լինի սովորական այս սենց սև սահմաններով։ Տեքստի վերաբերյալ ուրիշ շատ լուծումներ կան, որոնք առաջանում են տեքստի մուտք գործելիս, քորելի մեջ, այս վերևը առաջանում է հրահանգներ տեքստի վերաբերյալ։ Այս հրահանգը թույլ է տալի մեզ ունենալ կետեր այնտեղ, որտեղ որ պարբերությունն է սկսում։ Իսկ այս ավելնորդ կետերը կարելի է ուղղակի վերացնել delete սեղմելով կամ նույն ձևի կարելի է ունենալ թվեր պարբերության եկեք ընթերները ավելնորդ հանեմ ու նորից տամ, որ դուք տեսնեք, թե ոնց է ինքը գործում։ Ավելնորդ ընթերները հանեցի ու խնդրեմ, եկավ սովորական համարակալումը։ Նույն ձև կարելի է հանել ոնց որ դրեցինք այդ համարակալումը։ Կարանք ունենանք գլխագիր տառ, մեկ տառ, որ մեծ է, այս հրահանգով, այս թույլ է տալիս մեզ գլխագիր տառ ունենալ, սա ավելի շատ կիրառվել է թերթերում, բայց էլի դիզայնի տարբերակ է ու կարելի է ասել, որ շատ սիրուն է նայվում։ Ուրեմն տեքստի վերաբերյալ կա մեծ մենյու, որը բացում է վերևից։ Ինչ ենք անում այս տեքստի վերաբերյալ մենյուում։ Ստեղ կարանք ունենանք տաբուլյացիաներ, որոնք որ այս վերևն է։ Տաբուլյացիան, այսինքն երբ որ եկեք առանձին մի հատ լուսամուտ բացեմ, օրինակ բերեմ ձեզ, ենթադրենք մենք պետք է հավաքենք օրինակ մենյու, ինչ-որ ռեստորանի համար կամ կապ չունի ինչի համար, կարանք գրենք, ասենք թե, եկեք գրենք, նշում ենք հայրեն գրելաձևը ու սկսում գրել, օրինակի համար մի երկու բան գրենք, էլի, խորոված, ենթադրենք տաբուլյացիա, տապ սեղմում ենք կլավիատուրայի վրա ու գրում կինը, ու ասենք թե եկեք գրենք 5000, հիմա կապ չունի, հա, ինչ կգրենք, բայց ես ձեզ օրինակն եմ ուզում ցույց տամ։ Ապակած էլի տապ ենք սեղմում, ասենք թե այս անգամ գրենք 4000 քարտուղ սեղմեցի կներեք
4000-ից առաջ տաբը սեղմեմ, այսինքն այս տաբի իմաստերն է, տաբուլյացիայի իմաստերն է, որ մենք ունենանք հավասար տեքստ։ Այս դեպքում այս սև տաբուլյացիաները կարանք ավելացնենք կամ պակասացնենք այն տեղերում, որտեղ որ մեզ պետք է, կամ տեղափոխենք իրան այն տեղերը, որտեղ որ մեզ պետք է, ասենց եկեք տեղափոխենք, օրինակ տեսեք շարժվեց, կարճ ասած այսենց բաների մեջ այս տաբուլյացիան շատ պետք է գալի։ Մյուս բանը, որ օգտագործվում է տեքստում, այդ սյունյակներն է, ու տեքստը մենք կարանք բաժանենք օրինակի համար երկու սյունի, այսենց, ու մի քիչ հավասարացնենք, էլի, հա։ Ստեղ երկու սյունի բաժանելուց մենք կարանք իրան լայն անենք, կարանք նեղ անենք, կարանք շատ անենք ավելի 3 սյուն, օրինակ էսի ոնց էր ձևավորման պրոցեսը, որը դուք պետքա, եթե պետքա ձեզ, պետքա օգտագործեք ու ավելի շատ հասկանաք, թե ինչը ինչի համար է։ Թողենք երկու սյունյակ, քանի որ երեքը մի քիչ շատ է։ Ու անցնենք, տեսնենք էլ ինչ կա։ Այս բուկվիցայի մասին նոր ասեցի, էսի գլխագիր տառն է, այս գլխագիր տառն է, որ մենք ունենք, ինչ է անում ինքը, գլխագիր տառը կարա լինի 3 տողի հավասար, հեսա տեսեք, 3 տողի հավասար, կամ 2 տողի հավասար, կամ ինչքան որ մենք կուզենք, հա, այն ինչքան որ մենք կուզենք, այնքան է կլինի, ու բացի դրանից մենք իրա ու տեքստի մեջ կարանք որոշակի բան տանք, հեռավորություն, տեսեք հեռանում է տեքստը, Okay. Տեքստի ստատիստիկա կարող է ձեզ պետք չգա, բայց համենայն դեպս իմացեք այս մեր տեքստի, գոյություն ունեցող տեքստի քանակն է, թե ինչ է ինքը, ինչ տառատեսակ է, ու ինչքան է, քանի սիմվոլ է, քանի աբզաց ունի, քանի տող ունի, քանի տառ ունի, եւ այլ ստատիստիկա է հասարակ։ Ճիշտ ասած, սրանք ընդհանրապես չեն կիրառվում, եթե բացառենք այս տաբուլյացիային, որ մենք արդեն ստեղ անցանք, եւ մեկ էլ այս բացատրեմ ձեզ, եթե մենք ունենք օրինակ տեքստ, որը հիշում եք չէ, անցնում է, ասենք կարմիր է հիմա,
եւ տեքստը անցնում է, այսինքն տեքստը մեծ է ռամկայից։ Ինչ ենք անում մենք, եթե մեզ պետք է համենայն դեպս ունենալ հենց այդքան ռամկա, մենք կարանք ունենանք հենց այդքան ռամկա, բայց ինչ անենք, ուրեմն տեքստը տեղավորենք ռամկայի մեջ։ Այսինքն տառաչափը կամ տառաչափը մի քիչ փոքրանում է սրանով։ Եկեք սրա մասին անցնենք մի քիչ ուշ մյուս դասերի ընթացքում սրանց մասին անցնենք մի քիչ ավելի փորձ ունենալուց հետո, մի քիչ ավելի փորձ ունենալուց հետո, քանի որ իրանք մի քիչ ավելի լուրջ դիզայնի համար են ու շատ կիրառելի են։ Այսքանը տեքստի մասին,